Վարդաշենի 6-րդ փողոցի երկու հանրակացարանային շենքերի բնակիչներն են։ Քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում։ Բանն այն է, որ շենքը անմխիթար է ու վթարային։ Քաղաքապետարանը խոստացել էր լուծել խնդիրը, սակայն ըստ բողոքի ակցիայի մասնակիցների դեռ մատը մատին չեն տվել։ Վարդաշենցիներին խոստացել էին, բնակիչներին դուրս կբերեն վթարային շենքից, բնակարաններով կապահովեն, խոստումները չեն կատարել։ Բնակարանով ապահովելու համար մեր պահանջը, որ մեզ տուն տան, բնակարան տան, շենքի տակը ջուր, կոյուղիների ամբողջ խողովակները ջարդված են, ջուրը այդ պատի տակից լցվում է մյուս փողոցի տների մեջ։ Ահա սիրտները քնում են ամեն վարքյան, ասում են հեսա կփլվի, ամեն ցնցումից, ամեն թույլ ցնցումից շենքը դղրդում է։ Բողոքավորներն ավելի կտրուկ քայլերի դիմեցին, սկսեցին փողոցներ փակել։ Այս պահին ուջուրս վտանգի տակ թողել եմ տունը։ Ոչ մեկ երեխեն իմ երեխուս լավը չի խաղել։ Ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին փողոցը բացելու համար։ Հակառակ դեպքում խոստացան կձերբակալեն։ 5 րոպեում ճանապարհը բացեք, այլապես օրինական պահանջ եմ ներկայացնում ու կձերբակալենք ոստիկանության կենտրոնական բաժին։ Պահանջ ենք ներկայացնում։ Ողջամի ջանքետ ճանապարհը բացելու համար։ Պահանջ ենք ներկայացնում։ Որոշ ժամանակ անց փողոցը բացվեց, քանի որ քաղաքապետարանից հայտնեցին, որ պատրաստ են հանդիպել բնակիչների հետ։ Վարդաշենցիները ցանկանում էին Ավինյանի հետ հանդիպել։ Գործակարգավարական նիստը սակայն վարում էր փոխքաղաքապետը։ Քննարկվող հարցերից մեկը թեղի մանրատերև ծառատեսակներին էր վերաբերվում։ Ինչու են փոխարինվում թեղիները։ Երևանի փողոցային տնկարաններում ըստ քաղաքապետարանի մասնագետների թեղի մանրատերևները տարբեր հիվանդություններ ունեն։ Դրանց արմատային եւ բնային հատվածներում առաջանում են նեմատոդներ, ворթեր, որոնք ըստ էության մակաբուծում են, սնվելով ծառի համար պահանջվող օրգանական եւ հանքային նյութերով, չեն թողնում, որպեսզի ծառը կայուն զարգանա։ Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի, փողոցից հեռացվել են հիմնական բացառապես կարելի ասել թեղի տեսակի ծառատեսակներ, հեռացվել է նշված երկրորդ հատվածից 80 ծառ, փոխարենը տնկվել է 95 ուրեմն ցերցից տեսակի ծառատեսակ։ Թեղու տերևակեր միջատը ըստ մասնագետների ապրիլից է բազմանում, այն մեծ վնաս է հասցնում ծառերի տերևներին, կրճատելով դրանց ֆոտոսինթեզի գործընթացը։ Միջատներն ի դեպ նաև թափանցում են տներ, ստեղծում անհարմար ալերգիկ եւ հիգիենիկ տարատեսակ խնդիրներ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։